Բարև ձեզ, եթերում լուրերն են եւ ես Իննա Վերլինսկaya։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նստաշրջանում անդրադարձել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց խնդրին։ Նա ընդգծել է, որ չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին 19 հայ ազգի գերիներ շարունակում են պահվել Ադրբեջանում եւ կարեւորել է անհայտ կորածների ճակատագրի պարզումն ու բռնի անհետացումների բացահայտումը։ Միրզոյանը նշել է, որ Երևանն ընտրել է հաշտեցման դժվարին ուղին, սակայն խաղաղության ինստիտուցիոնալացումն անհնար է առանց մարդասիրական խնդիրների հասցեագրման։ Նա շեշտել է, որ Հայաստանը շարունակելու է այս ուղին, չնայած եղաթյուրված պատմական նարատիվներին եւ չլուծված հումանիտար հարցերին։ Արցախի ազգային ժողովի խմբակցություններին առաջարկ է եղել նամակով դիմել խաղաղության խորհրդին, սակայն 5 խմբակցություններից 3-ը դեմ են արտահայտվել, այն համարելով անլուրջ մարմին։ Facebook-յան իր էջում գրել է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը, իսկ Արցախի ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Մետաքսի Հակոբյանը նշել է, որ առաջին անգամ է լսում նման առաջարկի մասին եւ ինքը նման քննարկման չի մասնակցել։ Մենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը հարուցված քրգործի շրջանակում հրաժարվել է ցուցմունք տալուց, օգտվելով օրենքով իրեն վերապահված իրավունքից, այդ մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նա նշել է, որ որևէ գործողություն չի կատարվել, իսկ վեղափարի դեմ հարուցված քրեական վարույթը նպատակ է ունեցել խոչընդոտել եպիսկոպոսատ ժողովի անցկացումն ու այդ նպատակին է ծառայել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը եւ Քենիայի արտաքին գործերի եւ սփյուռքի հարցերով նախարարության քաղաքական եւ դիվանագիտական գործերի գլխավոր տնօրեն Ջոսվատ Մայկարան փետրվարի 23-ին ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր։ Հայաստանի պետական պարտքի բեռը կամ պարտք-հնա հարաբերակցությունը 2017-ի համեմատ նվազել է 10%-ով, Facebook-յան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա հավելել է, որ չնայած պետական պարտքը բացարձակ թվերով ավելացել է, բայց դրա սպասարկումը հեշտացել է։ Կոռուպցիայի դեմ պայքարում նախկինների ունեցվածքները դիտարկելուց զատ պետք է գնալ նաև ներկաների ապօրինի ծագում ունեցող գույքի հետևից, հայտարարել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանում մինչև 26 թվականի դեկտեմբեր 31-ը ուժի մեջ է հակակոռուպցիոն ռազմավարությունը, որը որպես թիրախ սահմանվել է, որ այս տարի կոռուպցիայի ընկալման համաթիվը պետք է հասնի 55-ի։ Նա նշել է, որ 25 թվականին Հայաստանի ցուցանիշը 1-ից 100 ցանցակում կազմել է 46, մինչդեռ առավելագույնը 100-ն է։ Փորձագետի խոսքով միայն ընթացիկ տարում 9 միավորով բարելավում ապահովել է դժվար իրագործելի է եւ ինքը նման առաջընթացի նախանշաններ չի տեսել։ Հոկտանյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունը մշտադիտարկում է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության իրականացումը, որը լիարժեք չի կատարվել, իսկ որոշ դրույթներ ընդհանրապես չեն իրականացվել։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2018 թվականից հասարակության սպասումները չեն արդարացել։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ, քննարկվել է Բեռնում Հայաստանի ռեզիդենտ դեսպանություն հիմնելու Հայաստանի կառավարության որոշումը, ինչը կողմերը որակել են որպես երկկողմ համագործակցության նոր խթան։ Ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխայի համար նախատեսված պետական նպաստի ընդհանուր չափը 6 տարում կարող է հասնել մինչև $11,000, Facebook-յան տեսաուղերձում ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նա հիշեցրել է, որ կառավարության նիստում հաստատվել է երրորդ եւ հաջորդ երեխային նպաստների տրամադրման կարգը, որի համաձայն նրանք ամսական 50,000 դրամ կստանան մինչև 6 տարեկան դառնալը։ Աչափնյակ մետրոյի կայարանի հարևանությամբ բիզնես կենտրոն կկառուցվի ծախսերը մեղմելու համար։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցվել է, որ Աչափնյակ նախատեսվող մետրոյի կայարանի հարակից տարածքում ներդրումային ծրագրի մրցույթին որակավորվել է 2 ընկերություն։ Մարտի 3-ին առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է, ընկալվում է, որ շինարարությունը կմեկնարկի հունիսի կեսերից։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով կայարանի հատվածում բիզնես տրամաբանությամբ ծրագիր կիրականացվի, ինչը հնարավորություն կտա մեղմել բուն կայարանի կառուցման ծախսերը։ Նշվում է, որ մետրոյի նոր կայարանի շինարարության մրցույթը ամենայն հավանականությամբ կհայտարարվի այս տարվա վերջին կամ հաջորդ տարի։
Ինտերը դիտարկում է կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությունը, սակայն նախատեսում է մոտ 20%-ով աշխատավարձի նվազեցում և խաղացողի դերի փոփոխություն թիմում, գրել է իտալական մամուլը։ Տափողակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը հանգստյան օրերին երկու ընկերական հանդիպում է անցկացրել Չեխիայի թիմի հետ և երկու դեպքում էլ հաղթանակ տարել։ Երևանի քաղաքապետարանը շուտով նախատեսում է սկսել մայրաքաղաքում ֆուտբոլի 16 բացօթյա դաշտերի շինարարությունը։ Եգիպտոսը մարտի 1-ից կթանկացնի մուտքի վիզան, վճարը $25-ից կբարձրանա մինչև $30։ Այս մասին հայտարարել է երկրի տուրիստական ընկերությունների և գործակալությունների պալատը։ Փոփոխությունը վերաբերում է Կահիրեի և Հուրգադայի օդանավակայաններ ժամանող զբոսաշրջիկներին։ Շարմ էլ-Շեյխի օդանավակայան ժամանող և Սինայի թերակղզում առավելագույնը 15 օր մնացող զբոսաշրջիկների համար մուտքը կմնա անվճար, սակայն այն շրջան մեկնելու դեպքում հարկ կլինի վճարել վիզայի համար։ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հայտնել է, որ առաջիկայում Երևանից մի շարք նոր ուղիղ-չվերթներ կգործարկվեն։ Մայիսից Air Baltic-ը կսկսի Երևան-Ռիգա չվերթները, ինչը թույլ կտա ակտիվացնել զբոսաշրջությունը մերձբալթյան երկրներից։ Հունիսից Wizz-ը կիրականացնի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթները։ Քննարկվում է նաև Չինաստանի մեկ այլ քաղաքից Երևան չվերթ բացելու հնարավորությունը։ 2025-ին Չինաստանի զբոսաշրջիկների խոսքն աճել է մինչև 45,000-ի։ Ուշադրության կենտրոնում է նաև Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի հեռանկարը, ինչի համար մեծ ներուժ ունի հայկական շուկա մտնող Turkish Airlines-ը։ Հայաստանը կմասնակցի BCB Convent Berlin 2026 գինու և ոգելից խմիչքների միջազգային ցուցահանդեսին, որը համարվում է ոլորտի ամենախոշոր և հեղինակավոր հարթակներից մեկը, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։ Հոկտեմբերի 12-ից 14-ը Բերլինում կայանալիք միջոցառմանը Հայաստանը մասնակցելու է երկրորդ անգամ, ներկայանալով ազգային տաղավարով։ Գրանցման վերջնաժամկետը 26 թվականի մարտի 3-ն է։ Մենք շարունակում ենք հետևել դեպքերի հետագա զարգացմանը, իսկ այժմին այսքանը։ Մնացեք մեզ հետ։